Փոշի ամեն կողմից փոշի ենք շնչում։ Մաքուր օդ շնչելը երևանցիների համար դարձել է անհասանելի երազանք։ Մայրաքաղաքում օդը կեղտոտ է տեսանելիորեն, աղտոտված է ու վտանգավոր առողջության համար։ Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնի վերջին տվյալը հաստատում է ասվածը։ Կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթվա ընթացքում։ Շատ վատ, դե մեքենաները շատացել են, շինարարության փոշին։ Աչքերն են ցավում, շնչառությունն ավատանում, զգում ենք թուլություն, աչքերի վրա որ շատ է ազդում, շատ։ Ընդհանուր զգացվում է, որ օդը կեղտոտ է, այո։ Ահավորություն է, նամանավանդ երեկո երբ որ երեխեք հետ գնում ես, գոնե ասում ես իրիկունը հելնես այդ մաքուր օդին, դա չի լինում, որտեղ ահավոր է։ Մայրաքաղաքը շնչահեղձ է լինում, մասնագետները ահազանգում են, մարդն իր առողջությամբ է վճարում, այնինչ օդի աղտոտումը կանխարգելելու համար պետք է վճարի կառուցապատողն ու պետությունը։ Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինե Վարդանյանը նշում է, որ վիճակագրությունը սարսափելի է։ Վերջին 1 տարվա ընթացքում մենք ունենք չարակներագայությունների տարածվածության առումով 19.4% աճ, ինչը 5 անգամ ավելի բարձր է, քան թե միջին աճը վերջին 5 տարիների ընթացքում։ Սա սոսկալի ցուցանիշների մասն է խոսում։ Առօրյա կյանքում այո, եւ շնչահեղձություններ կարող են լինել, հազ կարող է լինել, ալերգիկ նոպաներ կարող է լինել, արցունքահոսություն, առավոտյան արտանում են ոնց որ աչքերի մեջ ինչ-որ փոշի լինի, փռշտոց հազ եւ այլն։ Եվ նաեւ իհարկե այն մարդիկ, որոնք որ ունեն քրոնիկական շնչառական համակարգի հիվանդություններ, սրտանոթային համակարգի հիվանդություններ, այս ամենը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում։ Ըստ մասնագետի հիմնական պատճառները հայտնի են, սակայն լուծումներն ու վերահսկողությունը մնում են միայն թղթի վրա։ Տրանսպորտն այնպես է շինարարությունը ունի բավական մեծ բաժին այս ամենի մեջ, կենտրոնացված է հիմնականում կենտրոնում, գերկառուցապատված է կենտրոնը, այսինքն օդափոխության առումով եւս մենք այստեղ ունենք խնդիր եւ գոգավորության մեջ գտնվողը հենց կենտրոն վարչական շրջանն է, այսինքն մենք իրականում ունենք բավական ծանրացուցիչ հանգամանքներ այս ամենի համար, բայց ցավոք սրտի որևիցե գործողություններ, որոնք կնպաստեն բարելավմանը, ուրեմն եղած մեր ելակետային վիճակի, մենք չունենք, ուղիղ հակառակը, թե ծառերի ատումները, թե շինարարության այս անզուսպը, ուրեմն գրոհը Երևանի վրա։ Վարդանյանը հիշեցնում է, դեռ 2 տարի առաջ խոսվում էր շինհրապարակներում հատուկ չափիչ սարքեր տեղադրելու մասին, սակայն դրանք այդպես էլ չտեղադրվեցին, խնդիրը չլուծվեց։ Բոլոր օրենքները, որոնք որ երկրում կան, բոլոր կետերը այս օրենքների խախտված է։ Սա նույն բանն է, որ մենք զակերակային ճնշմամբ, ես բազմիցս ասել եմ, հիվանդներին բաժանենք բոլորին գործիքներ եւ ասենք, երբ որ կլինի գերազանցում, կզանգահարեք շտապօգնություն։ Մենք որ ապարանում ենք նակվում, օրինակ, երբ որ մտնում ենք Երևան, հաճախ ենք գալիս Երևան, բան տարբերություն զգում ենք, էլի։ Ընդեղի օդի ու ստեղի օդի մեջ մեծ տարբերություն կա։ Տեսեք, այնտեղ կանգնած աշխատում է, մեքենան աշխատում է, եւ դիզելը եւ բենզինը։ Ինչքան շատ է կանգնում, այնքան շատ են արտադրում։ Բնականաբար մարդու վրա ազդում է։ Մեկի վրա ուժեղ, մեկի վրա թույլ։ Բարձրանում եք Մասիվ, Ջրվեժ, Աբովյան, Չարենցավան։ Ավելին, դեղ ավելի է, մաքուր դեղ էլ մնում ենք։ Մասնագետների համոզմամբ հեծանիվ հորինել պետք չէ, պարզապես կարելի է ուսումնասիրել միջազգային արդյունավետ փորձն ու ներդնել այն պետական վերահսկողությամբ, հագեցած ու ճշգրիտ աշխատող տրանսպորտային ցանց, շինհրապարակներում նորմերի սահմանում, համապատասխան վերահսկողություն հանքավայրերի եւ այլ օդի աղտոտման աղբյուրների նկատմամբ։ Մինչև սա չլինի, քաղաքացիները շնչելու են աղտոտված օդ հեռանկարում ձեռք բերելով ծանր հիվանդություններ։ Ալինա Սահակյան, Սիմիկ Մայլյան, Էպիկենտրոն։